բավական շատ ու մեծ քանակությամբ սննդի կետեր ու ռեստորաններ են բացվում Հայաստանում։ Առհասարակ վերջի 3-4 տարվա ընթացքում այս տենդենց կա, որ բավական շատ է։ Դրան զուգահեռ բավական շատերն են փակվում են։ Երբ իստե կարևոր նշանակություն ունի այդ սահմանի պահը, որ խոսացինք, մարդկային սահմանը, այսինքն ինչքան է մարդ պատրաստ դժվարություններին դիմանալ, հա, բայց դրանից առաջ իհարկե գալիս է հաշվարկը, թե ֆինանսական հաշվարկը, թե շուկայի պահանջարկի հաշվարկը, պետք է լինելու դիմանալ, անձնական ռեսուրսի հաշվին կլինի, ուղղակի հոգեբանորեն դիմանալու հաշվին կլինի, կամ ուղղակի ծախսելու հաշվին կլինի, վարկերով կլինի, ինչով կլինի, պետք է գիտակցել, որ պետք է անցնել այդ փուլը։ Ողջույն, ես Էրիկն եմ, Morphocast-ի եթերում մենք շարունակում ենք մեր հանդիպումները բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Քամանչա ռեստորանի սեփականատեր Արև Գևորգյանը։ Արև ջան, ողջույն, ոնց եք։ Շատ լավ։ Ողջույն։ Շատ լավ որ լավ եք։ Այսօր միասին մեր հաղորդման շրջանակում ուզում եմ այտենց խոսանք շփվենք մաքսիմալ անմիջական ձևաչափով ու կարողանանք հասկանալ շատ քեյսեր, որոնք օգնելու են մեզ երիտասարդներից հասկանանք բիզնեսում հաջողության գոնե այն այբուբենը, քայլերի հաջորդականությունը, որովհետև ամեն մեկը մեկ իր ճանապարհն է գնալու։ Ես մի կարևոր բանից եմ ուզում սկսել, ամենասկզբից գնանք ու հետ գանք միասին։ Քաղաքական հասարակական ակտիվությամբ Արեգ Գևորգյան, ով հետագայում որոշում է, որ պիտի մտնի սերվիզի ռեստորանային ոլորտ, sense ասած։ Շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է սկիզբ դնել ու հաջողության հասնել, նամանավանդ այն մարդու համար, որ հասարակական ակտիվություն է, այսինքն հասկանում ամեն ինչից։ Ինչու հենց ռեստորանային բիզնես, այսինքն հոռեկա ոլորտը, ինչով գրավեցես, որ միանգամից գնացիք, թե կար արդեն նախապատմություն այս մասով։ Եվ նախապատմություն կար, եւ տենդենց կար, եւ ցանկություն կար։ Այսինքն ես մինչ այդ շատ գործերով եմ իհարկե զբաղվել, տարբեր բոլոր հնարավորությունները օգտագործել եմ գումար վաստակելու թե բիզնեսի տեսքով, թե ինչ-որ աշխատանքներ կատարելու տեսքով։ Այդ շրջանում մոտավորապես 13, 14, 15 թվականներին գրեթե զուգահեռաբար զբաղվել եմ հացի փռով, որը չեմ կարող գլուխ գովամ, որ այդքան հաջողված էր ինձ մոտ, բայց մեծ փորձ տվեց սննդի արտադրության կազմակերպման հետ կապված։ Երկրորդը դրան գրեթե զուգահեռ զբաղվում էի սուրճի վենդինգային բաներով, սարքերով, սարքավորումներով, այո, այդ կոպեկով բաներ, ինքն էլ ինչ որ որոշակի առնչություն ունի հանրային սննդի հետ, այդ առումով մոտ է։ Երկրորդը դուք հիշում եք, դուք դժվար հիշեք, հա, այդ շրջանում բավականին մոդայիկ էր, ինչպես նաև հիմա այդ բումն էր ռեստորանային զարգացման, հա, տասականներ 2000, թե ես շատ փոքր եմ, դժվար թե հիշեմ, բավականին բան էր, հետաքրքիր, ինքը գայթակղիչ ոլորտ էր համարվում։ Այսինքն նոր էին սկսում այս ոլորտը։ Նոր չէին սկսում, բայց ինքը հետաքրքիր ոլորտ էր դարձել ու հետաքրքրում էր շատ սկսնակների, այսպես ասած, մոդա էր, այսպես ասած։ Եվ երրորդը դա եղել է ավելի շատ կնոջս միտքը։ Մենք միտք ունեինք 2016-ին ինչ-որ բան սկսելու ու ցանկացած խոսակցության ժամանակ ընտանեկան մենք գալիս ենք այդ եզրակացության, որ պետք է ինչ-որ մի հատ սիրուն, պատկերացնում էինք, հասկանում էինք, որ կարելի է Երևանի համար ինչ-որ սիրուն պրոյեկտ ունենալ հետաքրքիր մոտեցումներով։ Կարելի է ասել դա շատ կարճ ժամանակում դարձավ երազանք ու 2016-ին մենք սկսեցինք այդ պրոյեկտի իրականացումը։ Ոգեշնչման աղբյուր, այդ արդեն 4-րդը դարձավ դիզայներ Քյուրքչյանի գիրքը, որովհետև այո, մենք պատրաստվում էինք անպայման մեր պրոյեկտում ունենալ հանրօգուտ մասնիկ, այսինքն ինչով ենք մենք օգուտ տալու Հայաստանին, մեր մշակույթին, մեր ռեստորանային ոլորտին եւ այլն։ Ու այդ առումով Քյուրքչյանի գիրքը ոգեշնչող էր բավականին, ինքը, եթե չեմ սխալվում, եթե ոչ մի քանի, գոնե 1 տասնամյակ զբաղվել է այդ աշխատանքներով, վերականգնել է
11-ից 17-րդ դարերի հայկական դրոշմազարդ մատյանների զարդանախշերը ու գիրք էր հրատարակել, որը բացելուց տպավորությունա, որ ժամանակակից դիզայներներ են աշխատել ու միանգամից ցանկություն առաջացավ դա թե դիզայնի առումով, թե վիզուալ կերպով անպայման ներկայացնել պրոյեկտում ու պրոյեկտի հիմքում դնել իրան։ Ու տենց էլ արեցինք ամբողջ դիզայնը, պրոյեկտի անունը Արմատ էր, այսինքն Արմատ այն տեսանկյունից որպես վերադարձ մեր արմատներին, հայկական արմատներին, որ մենք հայկականը նույնը զարդանախշերը կամ մեր ազգային ուտեստները փորձում ենք նորովի ներկայացնել եւ առհասարակ ներկայացնել, եւ երկրորդը մենք ուզում ենք պահպանել բնության մոտ այս սկզբունքը, թե ինտերիերում, թե նորից մենյուում օգտագործված էին ամբողջովին բնական առողջ մթերքներ եւ ինտերիերում էլ բնական ծառեր, փայտ եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պրոյեկտի հիմքն է։ Ասել որ թե Քամանչայի պարագայում, թե Արմատի պարագայում երկուսն էլ պիտի հարցնեի, կապված են շատ հայկական բառերի հետ, այսինքն միտքը հենց եղել է հայկական խոհանոց ստեղծելը, որտեղ օրինակ գուցե ավելի շահավետ լինենք եվրոպական խոհանոցից որևէ մեկ ընտրել ու դրա մասով ավելի խոնան նաև տուրիստական նկատառումներից ելնելով էլի, այսինքն միտքը հայկական խոհանոցի զարգացումները նաև ներդնելով այդ մշակութային կարևոր արժեքները ու ցույց տալ, թե ինչ որ այլ ինչ-որ մտքեր կամ սկզբունքներ էլ կար այս մասով։ Իհարկե Արմատն ու Քամանչան այդ տեսանկյունից նման են իրար, բայց իմ մոտիվացիայի տեսանկյունից իրանք այդքան էլ նման չեն, որովհետև ստեղծելու առաջի պրոյեկտը ստեղծելուց ես եկամտաբերության, շահավետության, շուկայի ուսումնասիրության տեսանկյունից չեմ կարող գլուխ գոռալ, որ ինչ-որ լուրջ ուսումնասիրություն է։ Սա ավելի շատ ցանկություն էր։ Ցանկություն էր ստեղծել նման պրոյեկտ։ Ցանկություն էր հայկականը հետաքրքիր ներկայացնել, ցանկություն էր ունենալ սիրուն տեղ, որտեղ երևանցիները կարողանան հետաքրքիր փորձառություն ունենալ, հետաքրքիր ժամանակ անցկացնել, որով իհարկե ես պլանավորում էի փող աշխատեի։ Քամանչայի դեպքում արդեն դա Արմատի փորձի վրա հիմնված արդեն բիզնես հաշվարկ էր, որի ելակետն էր Երևանում ստեղծված անհրաժեշտությունը առաջին հերթին ամենօրյա ազգային երաժշտության, ներկայանալի ազգային երաժշտության, որը թե իր ոճով, թե վարպետների քանակով, գործիքների ներգրավվածությամբ պետք է լիներ այդ պահին առաջինը։ Կար պահանջարկ, մենք այդ պահանջարկը զգում էինք 2016, 17, 18 թվականներին մենք այդ պահանջարկը զգում էինք, արդեն ուղիղ առնչություն ունեինք վաճառքների հետ, արդեն ուղիղ շփում ունեինք հյուրերի հետ, նրանց օրինակն է, չէ՞։ Արմատի ժամանակ այդ փորձը ունեինք, այդ փորձը ձեռք էինք բերում Արմատի ժամանակ։ Ու այդ փորձի հիման վրա արդեն ստեղծվեց անհրաժեշտ նիշա փակելու պլանը, որը չկար։ Ինչպես նաև հայկական խոհանոցը պատշաճ ներկայացնելու։ Իհարկե առաջին հերթին դա հաճելի է, որ դու քո երկրի, քո ազգային խոհանոցն ես ներկայացնում, բայց այդ պահին նաև դա շուկայում կային լուրջ բացեր։ Շեշտադրում հայկական խոհանոցի վրա շատ քիչ տեղերում կային, կամ կարելի ասել տենց 100% շեշտադրումներ չկային։ Հայկական խոհանոցը մինչև հիմա էլ շատ տեղեր համարվում է հավելյալ օպցիա։ Այսինքն գալիս ենք, խինկալ ենք ուտում, խորոված ենք ուտում, բորշ ենք ուտում, դե կողքից ուզում ես կա ինչ-որ ազգային քալագոշ ունենք, այսինքն ինչ-որ հավելյալ ճոխություն, հավելյալ օպցիա, հավելյալ բան։ Այնինչ Քամանչան դարձավ այն պրոյեկտը, որը շեշտադրում արեց հենց այդ ուտեստների վրա։ Ուտեստներում մոռացված շատ են, որովհետև ես երբ որ այո, մոռացել եմ, բաներ կա, որոնց մասին տատիկս կարող պատմի ու այնց հիշեմ այդ ուտելիքի մասին կամ տատիկից լսեմ դրա մասին։ Ու աշխատեց։ Իսկ այս մասով նաև ինձ կա պատասխանատվություն, որ ինձ որ ձեր ձեռքն եք վերցրել այս ամեն ինչը։ Ուսումնասիրություններ էլի կատարում եք, շարունակում եք նոր ինչ որ բաղադրատոմսեր գտնեք, տարբեր ունեք մարզերից ենթադրենք, որ գլուայի ակցենտավորեք ու դառնա կոնկրետ բրենդային Քամանչայի համար։ Դե ո՞նց եք ընտրում այսինքն նոր։ Այդ մեր թիմի գործն է։ Այստեղ կան էքսպերտներ մեր թիմում, կան կոմպետենտ մարդիկ, շեֆ խոհարարի, բրենդ շեֆի գլխավորությամբ, որոնք այդ ամբողջ աշխատանքը
Քամանչայից առաջ էլ ընթացքում էլ իրականացնում եմ, հա։ Այսօր շատ մարդիկ կան, նույն Սեդրակ Մամուլյան օրինակ, որ այդ աշխատանքներ անում է, վերականգնում է, նոր փորձեր է անում եւ այլն հայկական խոհանոցի հետ կապված, այսինքն նենց չի, որ մենք պետքա գնանք պեղումների, հա, ռեստորատորներով, այդ ամեն ինչը կա, հենց բանն էլ թե գրավչություն է այդ ուղղության, թե կոպիտ չնչի, բայց դժբախտությունն է տեղը, որ այդ ամեն ինչը կա, ամեն ինչը տեսանելի է, ամեն ինչը հասանելի է, մեզ մնում է մենակ օգտագործել, հա, ու մեր պրոյեկտները ես կարծում եմ իրանց փորձով ցույց տվեցին, որ դա ոչ միայն կարա լինի տենց սրտիս փոփանք, որ ես ազգային գործով եմ զբաղվում կամ չգիտեմ մեր մշակույթն եմ զարգացնում, այլ նաև եկամտաբեր։ Իսկ կար օրինակ այն կոնկրետ ուտեստ կամ ճաշատեսակ, որի մասով այդքան պատկերացում չունեի, որ ինքը կսիրվի կամ կընդունվի, բայց ինքը դառնա թոփ վաճառվող ուտեստներից։ Իհարկե, մեր հիմիկվա բոլոր թոփերը ես կարամ ասեմ, որ իմ համար անակնկալ են եղել։ Վերջի վերջո մեկը հայկական ռեստորանային բանում, աշխարհում բարձր վաճառքներ մշտապես ունեցել են մանղալի ուտեստներ, խորովածները։ Էս է եղել, ինչ վաճառներով է դա եղել, ոնց է առաջացել, ոնց է գնացել, այդ այլ հարց է, կարող դրա մեջ չխորանանք, բայց եղել է դա հիմնական վաճառքները կենտրոնացել են խորովածների վրա։ Ու ես էլ պատրանքներ չեմ ունեցել, օրինակ, որ չգիտեմ, այլ ուտեստ կարող է ավելի պոպուլյար դառնա, բայց մեր գործունեության արդյունքում արդեն մենք բացվեցինք 2019 թվականին, 2020-ին իհարկե կովիդ, պատերազմ, այս փուլը անցան, կարելի է ասել լիարժեք աշխատանքը իր ռեստորանը սկսել է 21 թվականի վերջից, երկրորդ կեսից, քիչ թե շատ լիարժեք, որտեղ այդ ժամանակ էլ, չգիտեմ, հիշում եք սահմանափակումներ որոշակի կային, թե զբոսաշրջության կամ առհասարակ փակ էին թե զբոսաշրջության հետ կապված, թե ներքին ինչ որ կանոններ կային, այսինքն 21 թվականից սկսած մենք սկսել ենք ռեալ վաճառքներին մոտ վաճառքներ զգալ, ու այդ վաճառքները 22 թվականին մեզ ուղղակի ամբողջ տարվա ամփոփումը զարմացրել է, որովհետև մեր տապակաները, հայտնի տապակա Արմավիրը, հա, տապակա Արմավիրը այն ժամանակ մեկն էր, կլասիկը, այսինքն դասականը, այն ինչ որ պետքա լիներ, հորքի մսով, տավարի մսով, տապակա Արմավիրը, ինքը իր վաճառքներով գերազանցել էր բանին, խորովածի վաճառքներին։ Բայց դժվար է Հայաստանում գտնենք ինչ-որ խոհանոցային արտադրություն, որ ու դա ունիկալ ցուցիչ էր, որը եւ ստիպեց իրականացնել են ֆունդամենտալ փոփոխությունները մենյուում, որոնք մենք իրականացրեցինք 2023 թվականից սկսած, թե այդ տվյալ նշված ուտեստս ավելի զարգացրեցինք, ստեղծեցինք դրա այլ տարբերակները, այլ մսերով, թե նոր հայկական ուտեստներ ավելի ակտիվորեն սկսեցինք ներառել ու առաջ խաղացնել, որտեվ այդ գործի ընթացքում երևաց, որ աշխատող տարբերական հնարավոր է այդ կարծրատիպը կոտրել։ Շատ հեշտ ասեցինք, որ օրինակ 20 թվականը բիզնեսը անցանք ու 21-ից սկսեցինք իր վաճառքները, բայց վստահաբար բիզնեսի համար են նոր սկսվող, այդքան հեշտ չի վիդեոյի դաթարով կամ գոնե մասիկ եկամուտ ունենալ անընդհատ։ Ոնց է հաջողվում կամ ոնց եք ձեր օրինակը մոտ փորձենք հասկանալ, ինչ անել այդ դեպքում, երբ որ սկսում ես բիզնես, կայացնում ես թվացial, բայց գալիս է պատերազմը կամ բան, որը քո հետ առհասարակ կապ չունի, ինքը խանգարում է կոնկրետ քո բիզնեսի զարգացմանը։ Իսկ դու արդեն արել ես օրինակ բանկից գումար ես վերցրել, ներդրումներ ես արել, ու դու պիտի արդեն սկսեի ինչ որ եկամուտ վերցնել, որ այդ գումարները փակես, բայց կոնկրետ փաստի առաջ ես կանգնած։ Այս դեպքում ինչ անել։ Դե նայ, ընդհանրապես բանի խորհրդի տեսանկյունից կամ փորձով կիսվելու տեսանկյունից սա մի քիչ վտանգավոր ուղղություն է։ Ինչ եմ դա ասում, որովհետև ստեղ իմպերատիվ պնդումներ անելը մի քիչ ճիշտ չի։ Այսինքն որ ես ասեմ, այս իրավիճակում պետքա սենց գործել կամ սենց անել կամ սենց անել։ Նման իրավիճակները կապված են մարդու սահմանների հետ։ Վախի սահման կլինի, ստրեսի սահման կլինի, ֆիզիկական ծանրաբեռնվածության սահման կլինի, հոգեբանական լարվածության սահման կլինի եւ այլն։ Ամեն մեկս մեր սահման ունենք։ Ոչ մի բիզնես չի կարող խուսափի նման պատկերներից։ Իդեպ թե արտաքին գործոնների ազդեցության տակ ճգնաժամերից, որը COVID-20 թվականն էր, ամբողջությամբ, թե ներքին
ազդեցությունների տակ, այսինքն քո կայացրած որոշումների արդյունքում կամ քաղաքականության արդյունքում տեղի է ունեցել բիզնեսի լուրջ ճգնաժամ։ Սրանք ըստ էության այդ իմ թվարկած խնդիրների առումով նույնն են։ Դու պետք է հոգեբանորեն, ֆիզիկապես, ֆինանսապես եւ այլն այս սրանք սկսես հաղթահարել։ Մեր թիմում ընկալումը հետեւյալն է. բոլոր դժվարությունները դրանք ռեսուրսներ են։ Մենք փորձում ենք այս տեսանկյունից մոտենալ հարցերին։ Ու երբ որ այս տեսանկյունից մոտենում ես, այո, դժվար ճանապարհը իմաստավորվում է։ Հասկանում ես որը ինչի համար ու Հա։ ինչ անել։ Ու գործնականում մեզ մոտ դա ապացուցվել է, որ հենց ճգնաժամներն են ստեղծել մեր լավագույն պրոդուկտները։ Ճգնաժամներն են ստեղծել մեր կայացած համակարգը։ Սրանք խտացված։ Իսկ առհասարակ առօրյայում օրինակ ամեն օր այսօր էլ փուճուրիկ ճգնաժամեր ունենք մենք։ Փուճուրիկ ինչ որ բաժնում ինչ որ ճգնաժամի կա առաջացել, ինչ որ բաժին ինչ որ մյուս բաժնի հետ ճգնաժամ ունի եւ այլն։ Այս բոլորը մենք ընկալում ենք որպես զարգացման ռեսուրսներ, որպես հնարավորություն ավելի լավը դառնալու։ Նույն մեր ընկալումը 2020 թվականին էր։ Դառնալ էլ ավելի լավը, օգտագործել ստեղծված դիմակայել եւ օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Դրա արդյունքում մենք ունեցանք առաքման բաժին, որը այսօր արդեն անկախ է գործում առանձին ուղղություն է դարձել, որը ստեղծվել է 2020 թվականին։ Եթե ինձ 2019 թվականին հարցնեին, ասեին, բա առաքում չեք անելու, մատս կտնկեի, ասեի լուրջ ռեստորան ենք, ինչ առաքում, հա, այն ժամանակ տենց էր, ինչ որ կամ այնպես իմ մոտ տենց ինչ որ ընկալում կար։ Կարծեմ վերջին ռիլսում, որ օրինակ առավոտյան միջև ցերեկը ժամի 4-ը դուք ունեք արդեն 1600 պլյուս զանգ։ Այդ խոսում է կոնկրետ չափանիշի մասին։ Բայց իրականում մի քիչ վախենալու թիվ է նաև այն մասով, ոնց է կազմակերպվում այդ համակարգը ու բավական բարդ ռեսուրսներ է նաև մեծ էներգիա։ Դե արդեն մշտական այդ իմ ասած ճգնաժամերն են, որոնք մենք այս պահին միշտ պահանջարկից հետ ենք ու ես դրանից չեմ դժգոհում։ Երբ որ դու պահանջարկից հետ ես, համակարգը անընդհատ աճում է, թիմը աճում է, դու աճում ես։ Ուզես պիտի լուծում գտնես, որ դուրս գաս, չէ՞ իրավիճակից։ Վայ այն օրվան, երբ որ պահանջարկից առաջ կանցնես, այդտեղ սկսում է ճահիճը։ Բայց մենք նույն շուկայում ենք, որ կարծում եմ պահանջարկը Խնդիր չարը։ շատ մեծ է։ Ու նաև ֆենոմեններից երևի նա է, որ պարբերաբար թարմացվում է մենյուն ու այն ոնց որ հաճախորդների կարծիքը հաշվի առնում։ Այսինքն հաճախորդը մասնակից է իրանց գում բիզնեսի հետագա զարգացման մեջ։ Այսինքն ասվեց կարծիքը արձագանք է գտնում։ Իսկ նաև դա նրա արդյունքն է, որ դուք համացանցում բավական ակտիվությամբ եք լսում մարդկանց կարծիքները ու հենց արձագանքում եք ռեալ արված կոմենտներին։ Այստեղ գալիս է օգնության ձեր անձնային բրենդինգը, որը օգնեց միանշանակ համանջային օգնեց ու սա լավագույն օրինակներից մեկն է, եթե կոնոն մենք ասենք։ Առաջին մուկբանգը, որ դուք արեցիք, դա ուղղակի հերթական վիդեոյի իդեա էր, գաղափար էր, որը ուզում էիք անել փորձարկում, թե մտադրված գործողություն էր, որը հետագան պիտի շարունակվեր ու դառնա նաև մարքեթինգային այդ արշավի օղակներից ինչ-որ մեկը։ Դե այդ բանը առաջի մասով էլի ես տենց չէի գերագնահատի բանը այդ տենց որակում գերագնահատված չէի տա, որ ինչ որ հատուկ բան է, չեմ ուզում մարդիկ մտածեն, որ դա հատուկ մոտեցում է, որ պետք է յուրի կարծիքը հաշվի առնել կամ սպառողի, հիմա այլ բիզնեսներ էլ կան եւ այլն, դա նորմալ մոտեցում է։ Այսինքն ելուն կարծիքը լսես, եթե ոչ քո սպառողին էլ ինքդ քո մտքում չես մնալու, ասենք ստեղծես քո համար ինչ որ լավ հետաքրքիր պրոդուկտներ, անգամ ամենապահանջված պրոդուկտը միևնույնն է, սկսում է հղկվել վաճառքների ժամանակ։ Սկսում է հղկվել, երբ որ իրան ուղիղ առնչվում է արդեն սպառողը։ Ու ինքն է ձևավորում տարբեր ժամանակայինից մինչև պրոդուկտի որակ ամեն ինչ ձևավորվում է ու զարգանում է ու զարգանալու հնարավորություն ունի հենց վաճառքների ժամանակ։ Ու մենք օգտագործում ենք այդ պարզ կանոնը չթերագնահատել, չմեծամտանալ, չհամարել, որ մենք ունենք լավագույնը եւ վերջ, էլ հասել ենք գագաթնակետին, ֆիքսել, որ միշտ զարգանալու տեղ կա, միշտ աճելու տեղ կա, չթերագնահատել դիտողությունները, բողոքները, առաջարկները, անգամ եթե դրանք առաջի հայացքից այդքան էլ օբյեկտիվ չեն թվում,
կամ ռեալ չեն թվում, այլ խորանալ դրանց մեջ, որովհետև եթե անգամ 10 դիտողությունից կամ 10 առաջարկից մեկն էր էֆեկտիվ ու մեկը մեզ բերեց product-ի զարգացմանը, սիստեմի զարգացմանը, ըստ այդմ նաև մեր եկամուտի ավելացմանը, մեր ընկերության զարգացմանը, ուրեմն արժեր այն մնացած 9-ի մեջ էլ խորանալ, հասկանալ, օրինակ դրանք աշխատող չեն, ժամանակ ծախսել դրա վրա։ Դրա համար մենք դա ոնց որ համարում ենք լուրջ ռեսուրս, ու այդ ռեսուրսը մեր թիմը չի թերագնահատում։ Էսա մեզ Միշտ անում եք բոլոր հարթակներում, այսինքն մշտապես դա մեր բանը ամենօրյա աշխատանքի մի մասն է, ամենօրյա, ոչ թե հավաքում ենք ամիսը մեկ բան, այլ ամենօրյա աշխատանքի մասն է։ Իսկ երկրորդ մասով ու բանկերի ու այդ իրականացնելու հարցում, այսինքն մտածված էր, թե ուղղակի գործողություն էլ որ արվեց ու հաջողություն էլ որ տեսակ մի անգամից լավ ազդում եկին այդ քամանչայի վարկանիշ։ Չէ, իհարկե մտածված էր։ Իհարկե մտածված էր, արդյունքների առումով թերագնահատված էր, հա, բայց դա մեր 2023-ի որոշումն էր, ավելի ագրեսիվ գովազդային քաղաքականությունը, մենյուի փոփոխությունը, այդ ուտեստների մասով, որ ես նշեցի, ու գնային քաղաքականության վերանայումը ավելի ավելորդ թանկացումներից խուսափող, այս երեք ուղղությունով ոնց որ մենք մտանք 2024 թվական։ Կարամ վստահ ասեմ, որ մենք չէինք սպասում այդ արդյունքին, որին իրականում հասանք, բայց արդյունքին էլ չենք հասել մի շաբաթ հետո։ Այսինքն ես հիշում եմ 2024-ի առաջին ամիսները, դրանք մեր համար դարձան գոյատևման ամիսներ, որովհետև մենք էականորեն նվազեցրեցինք մեր բանը, գները, Կարծեմ մոտ 30%։ մոտ, այո, 25-30%, այո, ի տարբերություն շուկայի, մենք երբ որ շուկայում շատերը սկսեցին բարձրացնել, մենք հակառակը իջացրեցինք կայունության վրա, այսինքն ավելի բիզնեսի եկամտությունը չի գցում ներքև։ Հենց այդ եմ ասում։ Առաջի ամիսները դրանք գոյատևման ամիսներ դարձան 2024-ի, ընդհանրապես առաջի կիսամյակը, որովհետև բանը ցանկացած քո քայլ չի կարող հաջորդ օրվանից բան բերել քեզ, օրինակ նոր մարդկանց հոսք բերել քեզ։ Դրա համար պետքա համբերել, սպասել, դիմանալ եւ այլն։ Դրան զուգահեռ էլ արդեն այդ տեսանյութերի հրապարակումը, որոնք արդեն կարելի ասել 24-ի երկրորդ կեսից սկսեցին ռեալ արդյունք ցույց տալ, ել ավելի մեծացրեցին մեր շրջանառությունները։ Վստահաբար այդ կարևոր քայլեր։ Բայց ըստ մի հատ բան կա, մի հատ պատրանք կա, որ ինձ հաճախ հարցնում են կամ գրում են կամ խոսակցություններ եմ լսում, որ բան եղավ, դե այդ տեսանյութերը եղավ ու տենց ստացվեց։ Իհարկե, դե մեծ ճշմարտություն կա ինչ որ առումով, բայց ես վախենում եմ, որ շատ սկսնակներ կամ մարդիկ, որոնք չեն խորանում ու մակերեսային են մի քիչ նայում, մտածեն, թե պատճառը հետևանքային կապը խախտեն։ Դրա համար է, բայց եթե դու որովհետև եթե նայենք մեր ընկերության պատմության փորձին, ստեղ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր նման քայլեր են եղել, որոնք ըստ մեր կարծիքի պետք է բերեին էական փոփոխությունների։ Որոշները բերել են փոփոխություններ, որոշները չեն բերել, որոշները ձախողել են։ Դրանք չեն երևացել, դրանք հրապարակային չեն եղել։ Հասկանում եք։ Այսինքն բիզնեսը դա մի որոշման մասին չի։ Դրանք կանոն են հազարավոր որոշումների մասին, որոնցից մեկը չափազանց էֆեկտիվ լինի ու բերի քեզ շրջադարձային փոփոխություն։ Բայց այդ չի նշանակում, որ առաջի գործիքը օգտագործելուց հետո, չստացվելուց հետո դու պետք է հիասթափվես։ Եթե մենք հիասթափվող լինեինք, մեր թիմը, մենք առաջի երկրորդ տարում արդեն գոյություն չէինք ունենա։ Երկրորդ ամենակարևոր հանգամանքը, եթե անգամ քո ձեռքին կա գործիք, որը
սկսել է աշխատել կամ աշխատող է, չգիտեմ, դա կլինի արհեստական բանականություն, դա կլինի digital հարթակների ակտիվ ու ուժեղ օգտագործում, որը քեզ կարա բերի սուպեր հայտնիություն կամ բրենդին պահանջվածություն, եթե դրա տակ չկա սիստեմ, եթե դրա տակ չկա թիմ, եթե դրա տակ չկա պրոդուկտ, այն էլ, այդ իրեքն էլ մշակված տարիներով, վերելքներով ու անգումներով, դժվար է հասնել կայուն արդյունքի։ Այսինքն արդյունք էս դեպքում, եթե օրինակ, եթե թվարկած բաները չլինեին, Արեգը մի օր որոշեր տենց նստեր ու ուտեր, լավ ծայրահեղ օրինակ բերեմ, ուտեի ու ռեստորան չունենայի։ Ինչ կլներ։ Ոչ մի բան, չէ՞։ Նույնն էլ եթե ուտես ու տակը պրոդուկտ չունենաս, ոչ մի բան։ Կամ եւ այլն եւ այլն։ Քավլից ես չեմ ասում մեր մոտ իդեալականը կամ մենք շատ աշխատելու տեղ ունենք ու թիմով աշխատում ենք ու դա գիտակցում ենք ամեն օր լավն ենք դառնում։ Բայց ֆունդամենտը պետք է լինի, որովհետև նման շրջադարձային բաները, փոփոխությունները, հատկապես ճանաչելիության աճը, հատկապես մեր ոլորտում ոչ թե դրական արդյունք կարան տան, այլ 1-2 ամիս հետո բացասական հետևանքների կարան բերեն։ Շատ ավելի լայն մասաներ, շատ ավելի շատ մարդիկ կարան իմանան պրոդուկտի վատ լինելու մասին կամ թիմի չլինելու մասին։ Դու ուղղակի կարող չկարանաս սպասարկես այդքան մարդկանց։ Սենց, այս պատրանքա, որ ես կուզենամ, որ չլինի սկսնակների մոտ։ Օրեր առաջ մի հատ վիճակագրություն էի նայում, որով բավական շատ ու մեծ քանակությամբ սննդի կետեր ու ռեստորաններ են բացվում Հայաստանում։ Առհասարակ վերջի 3-4 տարվա ընթացքում այս տենդենց կա, որ բավական շատ է։ Դրան զուգահեռ բավական շատերն էլ փակվում են։ Այս վիճակայքը ինչի համար է, ինչից է առաջանում այդ խնդիրը, այսինքն բացվել, չկարողանալ շարունակել գործունեություն, փակվել ու սխալ կոնցեպտ են ձևավորում, թե ֆինանսական բեռը ու այդ դե բիզնեսը ամեն դեպքում կայուն օրգանիզմա դու ինչ է լինի, դեպի կանաս իրան պահես, թե այդ ֆինանսին պատրաստ չլինելն է, որ մարդկանց նիպում է փակել բիզնեսը։ Եվ իսկ դե կարևոր նշանակություն ունի այդ սահմանի պահը, որ խոսացինք, մարդկային սահմանի, այսինքն ինչքան է մարդ պատրաստ դժվարություններին դիմանալ, հա, բայց դրանից առաջ իհարկե գալիս է հաշվարկը, թե ֆինանսական հաշվարկը, թե շուկայի պահանջարկի հաշվարկը, որտեվ այո, վստահ եմ, որ շատերը, որ մտնում են, ինչպես եւ ես, իդեպ, խեմ, ասենց վստահ խոսում, որտեվ ես նույնպես այս բանում չդռա, էլի։ Ես նույնպես մի քիչ հեքիաթային պատկերացումներով եմ ոլորտ մտել։ Այն դժվարությունները, այն ուղղությունները, որոնցով պետքա զբաղվես, լավ չեմ պատկերացրել։ Դրա համար վստահ եմ, որ շատերը, օրինակ, այդ նույն փակվող ռեստորաններ, բաներ, չեմ ասի բոլորը, հավանաբար չեն պատկերացնում այն դժվարությունները, որոնց առնչվում է ռեստորան աշխատացնելուց։ Առհասարակ ինքը բարդ բիզնես է, այն առումով, որ դու ընդամենը մի հատ 100 քառակուսի մետրի վրա ինչով ասես զբաղվում ես։ Ասենք մարդիկ, չգիտեմ, մի քանի 100 քառակուսի մետր ունեն, ասենք խանութ ունեն այդտեղ։ Մյուսները մի քանի 100 քառակուսի կամ 1000 քառակուսի ունեն, արտադրություն ունեն այդտեղ։ Մյուսները մի քանի 100 քառակուսի կամ 1000 քառակուսի ունեն, հյուրատուն ունեն կամ հյուրանոց ունեն այդտեղ։ Սա տարբեր բիզնեսներ է, էլի։ Մյուսը, ասենք, բան ունի, food court ունի կամ շաուրմայոնոց ունի, որ մարդը գալիս է, վերցնում է, տենց ուտում է կամ վերցնում տանում է, հա։ Բայց ռեստորանում ընդհանրապես ասում եմ, մի 100-200 քառակուսի վրա կենտրոնացած են այս բոլոր գործերը, այս բոլոր ուղղությունները, արտադրություն ունես, պրոդուկտի վաճառք ունես, հյուրընկալություն ունես, մարդուն պրոդուկտը վաճառում ես, այդ դրանից էլ բացի մի հատ էլ պետք է ապահովես, որ ինքը տեղում դա համտեսի, սա էլ մի ուրիշ ուղղություն է, այսինքն կենսագործունեություն տարբեր ուղղություններ են բիզնեսների, որ պետք է կառավարես, անդադար մարդկային շփում է ու տարբեր մարդկանց հետ, թե հյուրերի տեսանկյունից, թե թիմի տեսանկյունից, որովհետև այլ հոգեբանություն է ձևավորվում ու այլ
հոգեբանական վիճակը ձևավորվում խոհանոցում, որը աշխատում է զուտ արտադրական պրոցեսների կանոններով, այլ հոգեբանություն է ու այլ խնդիրներ կարող առաջանան մարդկանց մոտ, որոնք ուղիղ առնչություն ունեն հյուրերի հետ կամ զբաղվում են հյուրընկալությունով։ Սրանք լրիվ երկու տարբեր աշխարհներ են։ Այս աշխարհները կարան իր այդ հակասությունների մեջ ընկնեն, այս աշխարհները կարան իրար խանգարեն, կարան իրար օգնեն եւ այլն։ Սա որպես բիզնեսի բարդությունն է։ Երկրորդը շուկայի բավականին մեծ հագեցված լինելն է մեր, որտեղ նորություն չասելը գրեթե դատապարտված է անհաջողության։ Ինչ որ նոր բան պիտի ներկայացնես կամ նոր բանով մտնես շուկա։ Հա, հետաքրքիր նոր ձևով, չգիտեմ, որովհետև կան արդեն կայացած բաներ, խաղացողներ շուկայում ու իրանք ունեն կայուն հյուրերի հոսք եւ այլն, ինչի համար իրանք պետքա թողնեն այդ կայունությունը եւ գան ինչ որ նորաբաց տեղ։ Այս նորաբաց ռեստորանների ամենամեծ վտանգներից մեկն է, որովհետեւ նոր պետք է սկսես վստահություն ձևավորել, նոր պետք է կայունությունը տապովես, առհասարակ պետք է ճանաչելի դառնաս, մարդիկ ուղղակի պետք է իմանան, որ դու կաս, հələ մի հատ, որ մի հատ գան գնահատեն եւ այլն։ Միադել կան։ Հա։ Էս էլ է խնդիր, բայց ամենակարևորը, չնայած հիմա բավականին ակտիվություն կա այս փուլում, դա մարքեթինգի թերագնահատումն է, վաճառքների եւ գովազդի այս ուղղությունում աշխատանք տանելու, որովհետեւ գովազդի առումով օրինակ ես անձամբ ուղղակի այդ արտահայտությունը իմ գործունեության ընթացքում բավականին շատ եմ լսել։ Լավ հացտուր կգան։ Բայց դիմանա չէ որ լավ։ Ախպեր թո լավ լինի, այդպես ոնց են գալիս, sense ինչ որ այս վիճակն է, էլի ինչ որ այս միֆ է։ Այդպես բան իհարկե պետք է լավը լինի, չի քննարկվում։ Դա հենց այդ ապրիտի լավ լինի։ Հենց որ բացեցիր պետք է լավը լինի, բայց ժամանակակից աշխարհում ու շուկաների sense հագեցվածության պայմաններում product-ի լավ լինելու մասին պետք է գոռալ ու անընդհատ։ Շատերը միգուցե եւ այստեղ խնդիր ունեն, ինչը կարա բերի բաների, ռեստորանների փակվելու եւ իհարկե ֆինանսական ծախսերի մասով բանը, թերի պատկերացումները ու սխալ հաշվարկները կամ հաշվարկների առհասարակ բացակայություն։ Ինչ որ արժեք կա, որ կարանք նկարագրենք կամ մոտավոր ասենք, որ օրինակ ռեստորանը կայուն պահելու համար, եթե դու եկամուտ չունենաս, այդքան դու ծախսվելու մեխա ռեստորանի։ Շատ տատանվող բան է, բայց ասենք միջին վիճակագրական ռեստորան չաշխատող պահելու համար ամեն ամիս մի հատ տանգին պետք է դնես վրան։ Այդքան գումար է։ Հա։ Ինքը բան է, էլի փոքր ծախսերի վրա, կոմունալների վրա, պետական, հարաբերական ծախսերի։ Ենթադրենք ինքը ունի ինչ որ շրջանառություններ, բաներ, որտեղ շատ հաճախ ռեստորաններ կան, որ ունեն շրջանառություններ, բայց բանն է, եկամուտ չունեն։ Այդ հենց այս սխալ հաշվարկների մասին եմ խոսում, չհաշվարկված ծախսերի մասին եմ խոսում, որոնք շատերին կարան անակնկալի բերեն։ Հա, նայած պրոյեկտի, հիմա էլի սահմանի հարց է։ Ինչ որ մի մարդ կարող է չդիմանա ամսական 1-2 միլիոն դրամ բացասական բանին, հա, ինչ որ մարդ կարող է 20-ին դեռ դիմանա, ասենք 30-ին չդիմանա եւ այլն։ Կամ բոլորն էլ դիմանան, բայց մեկը դիմանա 3 ամիս, մեկը դիմանա 6 ամիս, մեկը մի տարի։ Դրա համար եմ ասում, սա շատ նեղ անձնական որոշում է, թե ոնց անել։ Պատրաստ ես թե պատրաստ։ Դու իրավունք չունենք մենք ինչ որ մեկին խորհուրդ տալ, ասել գիտես ինչ կա գնա բան, տենց հավաքի մի 200 միլիոն պարտք, տեսնենք ինչ է ալնում, ոնց է ալնում, էլի։ Բայց մյուս կողմից բիզնես մտնելուց կապ չունի, ռեստորանային բիզնես ես մտնում, ուր ես մտնում, եթե իհարկե այդ բիզնեսը ներդրում է պահանջում, այսօր կան բիզնեսներ, որ ներդրումներ չեն պահանջում, ժողովուրդը հա այդ on-line ինչ որ բաներ անում են, դա էլ ինչ որ բիզնեսի տեսակ է, բայց եթե ներդրում է պահանջում ու կայուն օպերացիոն ծախսեր ունի, պետք է պատրաստ լինել դրան, ես կարծում եմ։ Պետք է գիտակցել, որ բիզնեսը հենց այն է, որ կարող է քո հաշվարկածը չստացվի։ Ու պետք է լինելու դիմանալ։ Անձնական ռեսուրսի հաշվին կլինի,
չգիտեմ, ուղղակի հոգեբանորեն դիմանալու հաշվին կլինի, կամ ուղղակի ծախսելու հաշվին կլինի, վարկերով կլինի, ինչով կլինի, պետքա գիտակցել, որ պետքա անցնել այդ փուլերը։ Ամեն մեկը իր ձևաչափով։ Հա, որտեղ բիզնեսում սա մտնել բիզնես ու հույս ունենալ, որ դա քեզ հետ տեղի չի ունենալու, սխալ է։ Դու պետք է պատրաստ, այո, հույս ունեցի, որ տեղի չի ունենալու, բայց պետք է պատրաստ լինես, հոգեբանորեն։ Չեմ ասում միլիոններ պահած ունենաս, տենց չի լինում բիզնեսում։ Բիզնեսում միշտ ռեսուրսները չեն հերիքում։ Բիզնեսը դա հնարավորությունների մասին է, անընդհատ հնարավորությունների օգտագործման մասին է, երբ որ դու չունես այդ քո հնարավորությունները օգտագործելու բավարար ռեսուրսներ, միշտ կապ չունի ինչ բիզնեսով ես զբաղվում։ Իհարկե, եթե դու առաջ ես գնում։ Նոր միֆերի մասին խոսեցինք, կա էլի միֆեր, որ անընդհատ դες ասում եք, ասում եք դա իրականությանը չի համապատասխանում, էլի։ Այսինքն մարդը ինչ որ պատկերացում ունեն, որ X գումարը ներդրեցիր ունեցար քո բիզնեսը վերջ հոտդ ոտիդ գցում ես, sense հանգիստ կամար ապրում ես, այս գումարը գալիս է։ Այդ անընդհատ process-ներ է, որ տենց ես շատ եմ լսում, էլի, որովհետև իմ շրջապատում էլ կան մարդիկ, որ ասում են գումար ունեցար, սկսեցիր, всё, սա գալիս է այնքան։ Բայց մանավանդ ռեստորանային բիզնեսի պարագայում ես գիտեմ, սպասարկումը ինչքան բարդ է կազմակերպել է, այսինքն թե հյուրերի թե աշխատակիցների հետ այդ կոմունիկացիաները ինչա անընդհատ process է, որ դու պետք է լինես քեզ ինքդ։ Դե ամենամեծ միֆերը երևի ձևավորվում են հաջողակ պրոյեկտների շուրջ, որ մարդիկ սա աշխարհում այդ խնդրը կա, որ մարդիկ մտածում են, որ եթե ես հաջողվել է, ուրեմն սենց էլ գնալու է ու բանը։ Վերջ, մենք ամեն ինչ գիտենք, մենք տիրապետում ենք շուկային, մենք տիրապետում ենք սիստեմին, աշխատելավոճին, թիմակիցներին եւ այլն, վերջացավ։ Կառավարեք, փողս տվեք, սենց վիճակի։ Բայց մանավանդ 21-րդ դարում սա վտանգավոր մոտեցում է, շատ վտանգավոր, որտեվ անընդհատ փոփոխություններ կան շուկայում, տենդենսներում, կառավարման ձևերում, դիջիտալ հարթակներում եւ այլն։ Ինչպես արագ կարող են գալ հաջողություններ, այնպես արագ կարող են դրանք հեռանալ, եթե դու adekvat չես, եթե դու պատրաստ ես անընդհատ սովորել, ուսումնասիրել եւ մշտապես նոր քայլեր ձեռնարկել ավելի զարգանալու համար։ Որտեղ բիզնեսը միշտ պետք է զարգանա։ Հա, բիզնեսը հենց կանգնեց, ինքը ետնթաց է ապրում։ Ինքը գնում է հետ։ Խոսք օրինակ մասնաճյուղեր բացելու մասին է, թե ինչ որ անընդհատ նոր պրոդուկտներ։ Զարգացումը տարբեր ձևերով կարող է լինել, բայց ինքը առաջ պետք է գնա, ինքը նոր տարածքներ պետք է գրավի։ Մարդկանց գլխում կգրավի այդ տարածքը, հողի վրա կգրավի այդ տարածքը, չգիտեմ, այլ երկրներում կգրավի այդ տարածքը, դիջիտալ հարթակներում կգրավի այդ տարածքը, ոնց կանի, բայց բիզնեսը պետք է աճի ու զարգանա, այդ դա կենսական նշանակություն ունի իր համար։ Որովհետև այո, չեմ ասում դա միանգամից է տեղի ունենում, բայց դու թե շուտ բիզնեսը սկսում է հետընթաց ապրել։ Ճահճանում է, եթե ինքը չի զարգանում, եթե ինքը եթե իրան նոր բարձունքներ գրավելու բան դրած չի, ինքը մեր մկանները ոնց են։ Չենք զարգացնում, չենք ակտիվացնում, սկսում են пассивանալ, վերանալ եւ այլն։ Նույնը բիզնեսն է։ Ինքը պետք է միշտ առաջ գնա, մանավանդ այս մրցակցության մեջ որ կա։ Իսկ առաջ գնալու համար պետք է միշտ սովորել, պետք է հասկանալ, որ ամենևին քո հաջողությունը չի նշանակում, որ դու միշտ ու ամենտեղ հաջողելու ես։ Նոր մոտեցումներ պետք է սկսել կիրառել, փորձարկել, նոր շուկաներ ուսումնասիրել, մտնել եւ այլն եւ այլն։ Հիմա բանում ասենք նույն ռեստորանային ոլորտը, հիմա նայեք ոնց է փոխվել ամեն ինչ։ Սպառման տեսանկյունից եւ այլն։ Հիմա ռեստորանները դարձել են ամենօրյա վայրեր։ Մենք ռեստորաններ 10 տարի առաջ գնում էինք հատուկ առիթներով։ Հատուկ երեկոյան նշելու։ Հա, ինչ որ բան, դրա համար ասենք Վալենտինի ու մարտի 8-ի օրերը, ասենք բաներ են, ես իմ ինչ իրադարձություններ էին մեր համար, դրանք եզակի դեպքեր են, որ մենք գնում էինք ամեն օր, այսինքն մի հատ ահռելի շուկա է ձևավորվել, որ եթե դու օրինակ հաջողակ առիթների ռեստորան ես, շատ հնարավոր է, որ 10 տարի հետո կամ 5 տարի հետո դու ունենաս հյուրերի խնդիր, որտեվ այդ բանը սովորույթը, մշակույթը կարա դուրս գա։ Դուրս է գալիս մշակույթը։ Իդեպ նույն բանը մենք արել ենք Քամանչայի դեպքում։ Փոփոխությունը ֆունդամենտալ, որտեվ կար շրջան,
որ Քամանչան ընկալվում էր որպես տենց առիթներ անելու տեղ։ Շատերը տենց էին ընկալում, որտեվ մեր շեշտադրումը երաժշտական սրահի վրա ու օրինակ մեծ առիթները կազմակերպելու վրա մեծ էր։ Մենք նախնական պատվերներ էինք վերցնում, նախապես մենյուներ էինք գրում, առիթներ էինք անում, ծնունդա, կնունքա, բան չեմ ասում շատ մեծ, մենք այդ հնարավորությունը չունենք, բայց 20 հոգի, 30 հոգի բան սրահներում եւ այլն։ Բայց այդ շուկան մեր պատկերացումով այնց փոքրիկ էր, համեմատած ամենօրյայի հետ, որը մեծանում էր օր-օրի, որ մենք ստիպված այդ որոշումը կայացրեցինք, մենք հրաժարվեցինք մեծ առիթներից։ Հիմա եթե դուք գաք մեզ մոտ հազվագյուտ դեպքերում 10+ սեղաններ կտեսնեք։ Հասկանում եք, սա օրինակ աշխատող բիզնես է, խի էլի, խի Ալեք ջան, ինչի ենք փոխում։ Չէ, բայց պետք է իրականում նայում ես հա, ամեն պետք է այդ փոփոխությունները պետք է նույն կայուն աշխատող բիզնեսներում մշտապես պետք են փոփոխություններ։ Ոչ ինքնանպատակ, ինչ որ պետք է բռնես ուղղակի ինչ որ բաներ փոխես։ Շուկային համահունչ լինելու, աշխարհին համահունչ լինելու, տենդենսներին, տրենդներին համահունչ լինելու եւ այլն։ Այսօրվա աշխարհը արագություն է պահանջում։ Եթե նույն կանոնները, նույն սկզբունքները իդեպ աշխատել են 50 տարի առաջ բիզնեսներում, բայց հիմա դրանց անհրաժեշտությունը, դրանց կիրառելու անհրաժեշտությունը ուղղակի խտացել է։ Եթե դու 10 տարին մեկ կարող է փոփոխություն անել բիզնեսում կամ 5 տարին մեկ, հիմա կարող է անհրաժեշտություն լինի տարին երկու անգամ ինչ որ փոփոխություններ անես, որ միշտ մնաս կամ ամեն տարի անես, որ նախ պահես ունեցածդ, երկրորդը զարգացում ապահովես։ Երբ որ ուսումնասիրում էի նաև Քամանչայի պատմությունը ու ձեր մեկնաբանությունները լիքը բանին, Արեգ ջան, ես մի ռիս տեսա, որտեղ դուք հաջողության բանաձևը գծում էիք երանգյան միջոցով։ Այս մի քանի օր առաջ։ Այո, մի քանի օր առաջ, որտեղ վերևի հատվածում դուք էիք, ներքևի հատվածում պրոդուկտներ, իսկ մեջտեղի հատվածում թիմեր։ Մենք խոսեցինք վերևի ու ներքևի հատվածների մասին, այսինքն պրոդուկտի կարևորության ու որակյալ անընդհատ աշխատելու համար եւ ձեր մասով, բայց այն կարևոր օղակը իմ համար նաեւ թիմն է ու այն միջավայրը, որը ստեղծվում է աշխատանքային ընթացքում։ Ձեր թիմի տեսանյութերը եւս շատ տարածվում է, որը լիքը բրենդերի համար շատ օրինակ է։ Դե իր միջավայր պիտի լինի։ Ինձ հետաքրքիր է, կան ինչ-որ սկզբունքներ, որոնցով մարդկանց ընտրում եք ձեր թիմում լինելու համար ու կան արդյոք կետեր, որոնց չբավարարելու կամ լինելու պարագայում, ինձ կարող է դրոշակը մարդկանց ներողություն, բայց ձեր հետ չեմ ուզում աշխատել, այս սկզբունքը կա։ Դե նախ բարձաբանեմ այդ երանգյունին, որ ավելի բան լինի։ Ես ինձ չեմ դերել վերևում, հակառակը, ես եթե վերևում դներուց լինեի, կթեքեի այդ բուրգը, դա բուրգ չէր, այսբերգ էր։ Հա, ես վերևում դնելով ես ուզում էի ցույց տալ, որ այն ինչ որ տեսանելի է, ընդհանրապես վերևի փուճուրիկ հատվածն է այսբերգի, որտեղ օրինակ տնօրենն է կամ հրապարակային այդ դրա մասին խոսացողն է եւ այլն, բայց իրականում մեր թիմում այդ ֆունդամենտը ու այդ ամբողջ տիտանական աշխատանքը զարգացման տեսանկյունից, առաջ գնալու տեսանկյունից իրականացնում է մեր թիմը ու այն համակարգը, որ մենք ունենք ու ձևավորում ենք։ Այստեղ հենց նույն օրինակ հիմա մենք խոսում ենք, ասում ենք սկսնակների հետ ենք շփվում, փորձում ենք իրանց խորհուրդ տանք, այս պատրանքները կխանգարի իրանց։ Ես դրանով նաև այդ էի ուզում ցույց տալ, որ այո, կարա տպավորություն ստեղծի, որ այս մարդը ամեն օր խոսում է, ամեն օր պատմում է բիզնեսից, ամեն ինչ ցույց է տալի, ամեն օր սաղ ինքն է անում, ախպեր։ Բայց դա տենց չի, դա ընդհանրապես փուճուրիկ երևացող մաստիկն է։ Փուճուրիկ։ Եթե թիմն ու համակարգը չլներ, ես վստահ եմ շատ ընկերություններում, հա, վստահ եմ շատ ընկերությունում այդ առաջընթացը ու մեծ ու հանճարեղ ձեռքբերումները չեն կարող լինել։ Իսկ ինչ վերաբերվում է բանին, ինչ բան, չափիչներով ենք, հա, թիմ ընտրում, կարող է չափիչներ են, կարող է մարդկային տեսակ, կարող է մասնագիտական հմտություն, կարող է շփման տեխնիկա, այսինքն ոնց միտի մարդը ձեր դուրս գա կամ ինչերին եք ուշադրություն դարձնում, երբ որ պիտի նոր մասնակից կամ նոր աշխատող ընդունեք ձեր թիմ։ Հա։ Դե մենք այս վերջերս բավականին նոր է մեր այդ բաժինը, մենք ձևավորել ենք HR բաժին, ու ստեղ իրականում չափիչները, ցուցիչները, կարմիր գծերը բավականին շատ են։ Թե դրական իմաստով, թե բացասական իմաստով, որովհետև
շատ բազմազան է, մենք նոր խոսեցինք ռեստորանի բաների, բաժինների բազմազանության մասին։ Ամեն դիրքում տարբեր կոմպետենտության աստիճան է պետք, տարբեր հոգեբանական պատրաստվածության աստիճան է պետք, հա։ Դու օրինակ խոհանոցում առաջնահերթություն չես դնի ժպտերես լինել օրինակ, հա։ Մարդը կարա օրինակ չժպտա խորոված սարքելուց, հա, Գործը լավ արի։ հա, իր գործը լավ է, հա, թող կներեմ բոլոր մաղալիչները ինձ, գիտեմ որ բոլորը ժպտերես են սաղին սիրում հարգում եմ, ուղղակի որպես օրինակ էլ, բայց ինչ վերաբերվում է գործ անելուն, օրինակ, չգիտեմ, ընկերոջդ հետ գործընկերներ եք, ներդրում եք իրար հետ անում բան, ստեղ արդեն տենց սկզբունքային բան ես չեմ կարծում որ պետք է պահպանել, կարան ալեն իրավիճակներ, դուք լավագույնն եք իրար հասկանում, ուղղակի անկախ նրանից, ստեղ հաճախ խնդիրները հենց այդտեղ է առաջանում, ոչ թե նրանից որ ընկերներ են իրար հետ անում, այլ խնդիրը այդտեղ է առաջանում, ու առաջանա ցանկացած մարդու հետ։ Հստակ պետք է գրել սկզբից, ինչա տեղի ունենալու, ինչի մասին է ձեր բիզնեսը, ով ինչով է զբաղվում։ Ու ծանր իրավիճակներից ոնց եք դուրս գալիս։ Միգուցե երկարատև ու մի քիչ տհաճ խոսակցություն լինի, ոչ ընկերական խոսակցություն լինի, հա, տենց հաճելի ժամանց չի նստելու այդ հարցերի շուրջ բանակցելը, բայց դրանք պետք են հստակ, էֆեկտիվ ընթացքի համար։ Որտեղ բիզնեսը ինքը ռիսկեր էլ ունի, կարա կորուստներ էլ ունենա, բիզնեսը կարող է ինչ-որ մեկը հոգնի, երբ որ երկու հոգի են եւ այլն։ Այս բոլոր սցենարներում մաքսիմալ, հնարավոր չէ իհարկե բոլոր սցենարները կանխատեսել, մաքսիմալ պետք է հասկանալ բոլոր վեճերը ոնց է հանգուցալուծվում, ովքեր են հանգուցալուծում, ինչ մեթոդով են հանգուցալուծում։ Ես վստահ եմ, որ սենց դեպքերում այդ նեղացվածություն եւ այլն սենց բաներ կարելի է խուսափել, էլի։ Այո, ճիշտ ես, դու բանա, երբ որ դա լնում է, ակնկալիքներն ու պատկերացումները սինխրոնիզացվում են։ Իսկ երբ որ չկա, միայն բարի ցանկությունն է, էմոցիոնալ պոռթկումն է, արի գնանք իրար հետ մի բան դնենք, անենք, այդ էմոցիան հետո վերանում է անխուսափելի։ Որտեւ արդեն սկսում է գործնական փուլ։ Իհարկե, գալիս է այդ սիրուն ամենօրյա անհետաքրքիր գործը, որը այդքան էլ տենց էմոցիոնալ ու տենց ոգևորող բան չի։ Լավ է լինում, դա բարդ փուլեր, դժվարություններ։ Լսի, կարա միանգամից լավը լինի, հետո խնդիրներ լինեն, կարա հակառակը լինի, կարա ընդհանրապես միշտ վատը լինի, կարա ընդհանրապես միշտ լավը լինի։ Հազար սցենարներ կան, հազար սցենարներ, բայց դրանց մեծ մասը կանխատեսելի են, այսինքն իրավիճակները, որոնցից պետք է ելքեր գտնեն գործընկերները։ Դե ես կարծում եմ լավագույն ճանապարհը ի սկզբանե դրանց մասին խոսելն է, պայմանավորվելն է։ Թղթի վրա կլինի, բանավոր կլինի, այդ արդեն ճաշակի հարց է, բայց պետք է խոսալ դրանց մասին ու պայմանավորվել։ Օրինակ շատ բիզնեսներ օգտագործում են կառավարման ընթացքում, կազմակերպման ընթացքում արհեստական բանականություն։ Ինձ հետաքրքիր է անկեղծ, որովհետև չեմ տիրապետում ինֆորմացիա։ Ռեստորանային բիզնեսում հնարավոր է ներգրավելու ներդնել արհեստական բանականություն ու ինչ օղակներում եթե հնարավոր է օրինակ։ Դե ես ոնց հասկանում եմ ռեստորանային բիզնեսում հիմա ամենադանդաղն է մտնում արհեստական բանականությունը։ Քիչ եմ հանդիպել կամ երեք չեմ հանդիպել։ Դե որովհետև մարդկային շփում կա, սպասարկում կա, առերես մարդ այլ շփում։ Ներթիմային այդ շփման անհրաժեշտությունն էլ կա, կառավարման եւ այլն չնախատեսված ու չպլանավորված, չհաշվարկվող իրավիճակներ կան, որոնք ստեղծվում են անընդհատ ու ստեղծագործական մոտեցումը շատ անհրաժեշտ է, թե արտադրական process-ներում, բայց անգամներով ավելի շատ սպասարկման մեջ, դրա համար արհեստական բանականությունը ստեղ հələ մեզ շատ չի կարող օգնի։ Կարող է գա տենց ինչ որ ժամանակ, բայց ստեղ չի կարող օգնի։ Բայց այն բոլոր ուղղություններում, որտեղ թեկուզ մարդուն հնարավոր է սովորեցնել ինչ որ գիտություն կամ ինչ որ մասնագիտություն, այդտեղ այո, ռեստորանում էլ ես կարծում եմ շատ մոտ ապագայում մենք ունենանք փոփոխություններ։ Ամեն դեպքում մենք փորձում ենք դա իրականացնենք վերլուծական ուղղությունում, մշտադիտարկումների ուղղությունում, մեր վաճառքների, մեր օրինակ ինքնարժեքերի, այսինքն հաշվետարական բաժնին որպես
օգնող ենք փորձում հիմա մի հատ ձևավորել։ Լիարժեք կարամ ասեմ, որ օգտագործում ենք բանում գովազդային digital ուղղությունում փորձարկումներ ու պլանավորում ենք անում բանում ներքին կառավարման ուղղությունում, այդ թվում նաև արտադրական պրոցեսների կազմակերպման ուղղությունում։ Այսինքն մենք ստեղ բան տեսնում ենք, մենք ստեղ կարևոր զարգացման ուղղություն տեսնում ենք, ու կարծում բանը շուտով կունենանք ավելի էական ներգրավվածություն արհեստական, որովհետև դա գործիք է, որ կարծում իրավունք չունեն բիզնեսները չսկսեն օգտագործել։ Այլ միջազգային շուկաներում ռեստորաններ կան, որտեղ ռոբոտներն են սպասարկում կամ ավտոմատացված այդ պատվերի գրանցելու process-ը, բայց ես այդտեղ կարծում Հիմա դրանք բանի մակարդակի վրա են, դրանք տրենդի մակարդակի վրա են, այսինքն ոչ չէ իրանք իրապես խնդիր են լուծում, այլ ուղղակի տպավորություն ստեղծելու մակարդակի վրա է դա, այսինքն համատարած ինչ-որ բան չունենք, Բայց սպասարկման ոլորտում իմ համար մարդկային շփումը ինձ թվում է ամենակարևորն է, որովհետև գալիս ես ինչ-որ էմոցիա ստանալու համար, օրինակ սննդի կամ բանի մասին, իսկ մարդը կոնկրետ հասկանում է, թե ինչպես միանշանակ, առհասարակ արհեստական բանականությունը ես չեմ ընկալում որպես փոխարինող։ Հակառակը, այս ուղղություններում օգնող պետք է լինի։ Ինքը ավելի պիտի հեշտացնի մեր բոլոր ուղղությունների աշխատանքը։ Այդ թվում ոչ միայն հեշտացնի, այլ հնարավորություն տա ավելի մեծ ծավալով աշխատանք կատարել։ Եթե մեր հաշվետարական բաժինը օրինակի համար հաշվետվությունը տալիս է 1 շաբաթում, ինքը կարողանա արդեն տալ 1 օրում, բայց դա չի նշանակում, որ 1 շաբաթ ինքը բան չի անելու։ Հա, տալու է եւս օրինակ 7 հատ հաշվետվություն։ Այսինքն արտադրողականությունն ենք մենք մեծացնելու մեր թիմակիցների, ոչ թե հրաժարվելու ենք մեր թիմակիցներից։ Մենք մեծացնելու ենք թիմակիցների արտադրողականությունը օգնականի միջոցով, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։ Ես կարծում եմ այս բանը արդար ու adekvat մոտեցում է, որտեղ հիմա մի քիչ չափազանցված բաներ կան, մոտեցումներ կան, որ հեսա գալիս են, փոխարինեն, սաղին հանում են գործից, փոխարինելու են բան, բայց այս փուլում ամենայն դեպս կարող է ինչ-որ ժամանակ դες բաներ գան։ Բայց այս փուլում ամենայն դեպս արհեստական բանականությունը պետք է լինի օգնող եւ արտադրողականություն մեծացնող, եղածը ավելի էֆեկտիվ դարձնող։ Իմ բան էի մտածում իրականում, որ ինձ թվում է հենց Քամանչայի պարագայում լավագույն հարցերից մեկն է, որ ես կուզեմ հիմա քեզ տալ։ Եթե լիներ այն ռեստորանի օրինակ, ես գուցե չտայի, որովհետև դա չէի տեսնի այլի պարագայում։ Քամանչան, քանի որ ներդրել է մի ցենտրատած գաղափարախոսություն, որ նա ազգային խոհանոց է նաև մոռացված բաները կամ լավագույնը նորովի ներկայացնելու համար, ես մտածում էի, արդյոք Քամանչան չի կարող քայլեր ձեռնարկի, որպեսզի հայտնի միջազգային շուկայում ու ներկայացնի Հայաստանը որպես ազգային խոհանոցի կարևոր օղակներից մեկը։ Այսինքն մենք բրենդ, որը նաև մասնաճյուղ կունենա գուցե ուրիշ երկրում։ Ոչ թե ուրիշ երկրի հայ համայնքի համար, այսինքն այնտեղի հայերի սպառողների համար, այլ միջազգային ինքը բրենդ դառնա, որը նաև մասնաճյուղեր կունենա տարբեր միջազգային հարթակներում։ Դե էլի զրույցի ժամանակ խոսեցինք բիզնեսի ամենակարևոր սկզբունքի մասին։ Ցանկացած բիզնես պետք է զարգանա։ Ռեստորանային բիզնեսը բնականաբար ուր պետք է զարգանա։ 1-2 ռեստորան Երևանում, մի քանի ռեստորան մարզերում, հա, կամ 1-2 ռեստորան մարզերում, դրանից հետո իհարկե բնական ճանապարհը արդեն ոնց որ պրոյեկտները աշխարհում տարածելն է։ Դա բնական ցանկություն է, որ մեր թիմը ունի, բնական։ Բայց եթե խոսանք պլանավորման մասին, դեռ պլանը չկա, որտեղ այս պահին մենք գերխնդիրներ ունեինք վերջին 2 պրոյեկտների ստեղծման, որոնք ստեղծեցինք ու այս պահին բավականին ծանրաբեռնված ենք, որովհետև լրիվ մի քանի ամսվա մեջ ընկերության մակարդակը այլ փուլի հասավ, թե մարդկանց քանակի առումով, թե օպերացիոն խնդիրների առումով, թե բաժինների առումով, հիմա օրինակ այս իրավիճակը ես նմանացնում եմ այն օրերին, երբ որ նոր առաջի ռեստորանը բացում է, նույն լարվածությամբ, նույն ամենօրյա բանով մենք ներգրավված ենք սիստեմ ձևավորելու, գործառույթներ բաշխելու, ֆինանսական գրագետ պլանավորումներ անելու այս գործին ամենօրյա ռեժիմով։
այն համակարգը, որ մենք ունեինք 4-5 ամիս առաջ, ինքը այո կայացած էր, ինքը մեզ թույլ էր տալիս գործել, առաջ գնալ այդ բանի շրջանակներում, բայց հիմա այդ համակարգը էլ ակտուալ չի։ Մենք ստացվում է, որ հին համակարգով, հին պատկերացումներով գործում ենք նոր իրավիճակում ու շատ արագ սա պետքա շշտկել։ Սա ես նորմալ եմ համարում, որովհետև մենք բավականին արագ ցածկեր կատարեցինք ու ցանկացած ընկերություն աշխարհում ընդհանրապես, որ նման ցածկ է կատարում, այս խնդիրներին բախվում է։ Այս նորմալ ճանապարհ է, ու ես ընդհանրապես կողմնակից եմ անել, հետո մակարդակը հասցնել այդ դրան, որովհետև այդտեղ ժամանակ է շահում եւ հետո ստիմուլները շատ ավելի մեծ են ու ավելի ռեալ են, հողի վրա են, հա, թղթի վրա գրած չեն։ Դու տեսնում ես, որ կա այս խնդիրը, հիմա համակարգ ես մտածում, այո, այդ խնդիրը լուծելու համար կամ գործառույթներ բաշխելու համար։ Ես կարծում եմ, մեզ մի քիչ այս տեսանկյունից շունչ քաշել է պետք, բայց վստահեցնում եմ, որ այդ մեր նպատակն է ծավալվելը, տարածվելը, մեծագույն պատիվ ու երջանկություն է մեր համար լինելու նաև Հայաստանից դուրս հայկական խոհանոցը ներկայացնելը, հա, թե շահավետության տեսանկյունից, թե այն տեսանկյունից, որ մենք հենց կարողանալու ենք վերջապես խոշոր ներդրում ունենալ այդ հայկականը ճանաչելի դարձնելու գործում։ Կան իհարկե ամենայն հարգանքով շատ ռեստորաններ կան, որոնք զբաղվում են դրանով, բայց եզակիներն են, որ կենտրոնացած են միայն հայկականի վրա։ Էլի այդ Կովկասյան խոհանոցի պատմությունը ոնց որ ամենտեղ կա, ամենայն հարգանքով այդ ռեստորանները շատ լավն են, աշխատող են, պահանջված են, պետք են, հա, բայց բանը կոնկրետ հայկական խոհանոցների բացակայությունը բան անում, ճանաչելիության վրա մեր խոհանոցի ազդում է։ Ես կարծում եմ դա կարելի է ուղղել։ Շատ համաձայն եմ այս մասով։ Որպես ամփոփիչ մի հատ հետաքրքիր կարծիք, մեկնաբանություն ու խորհուրդ եմ ուզում տալ, որպես երիտասարդ կայացած գործարար, երիտասարդ ապագա գործարարի, ինչերի պատրաստ լինի այն մարդը, որ ուզում է ի սրտե լավ ունի, լավ գաղափար ունի, ուզում է ինչ-որ բիզնեսի մեջ գնա, ինչերի պատրաստ լինի ու դուք ինչ խորհուրդ կուզեիք ձեզ տային այն ժամանակ, երբ որ դուք սկսում եք այդ բիզնեսը։ Առաջի խորհուրդը, որ կուզենայի տային, դա պրոակտիվ լինելն է։ Ես այդ շատ հանդիպումների ժամանակ եմ ասում, ուսանողների հետ էլ հանդիպման ժամանակ, սա կարևոր հատկություն է, որ կարծում եմ գործարարը պետք է ունենա, հատկապես 21-րդ դարում։ Շատ ծանր ու թեթև անելը շատ է ժամանակ տանում։ Չեմ ասում չմտածել, բայց լավ մտքից դեպի գործողություն ժամանակը պետք է մաքսիմալ կրճատել։ Եթե դու չանես, ուրիշը անելու է։ Հիմա այդ դարում ենք ապրում։ Եթե այդ պահին չանես, հաջորդ պահին դա կարող է արդեն ակտուալ չլինի։ Պրոակտիվություն։ Հասկանալ, որ բիզնեսը անխուսափելի ռիսկ է։ Ինչ է լինի, պատրաստ լինել։ Միշտ է ռիսկ։ Չկա այտենց բիզնես, որ այդ ռիսկերը չի զգացել այս կամ այն փուլում, այս կամ այն մակարդակով։ Ռիսկերը միշտ կան ու միշտ պետք է պատրաստ լինես։ Անում ես, արագ գործեցիր, պետք է պատրաստ լինես, որ դա չի հաջողվելու քեզ մոտ։ Բայց դու պետք է անես դա։ Բիզնեսը սրա մասին է։ Հենց որ ասում են բիզնեսի հետ ռիսկայնություն, բիզնեսը մեծ ռիսկ ունի, կամ ռեստորանային բիզնեսը ռիսկ։ Այդ ռիսկը ի՞նչն է։ Այդ օդի մեջ ինչ որ տես բան չի, տես ինչ որ նյութ չի։ Դա հենց այն ռիսկը հենց այնն է, որ կարող է անկախ քո գործադրված մաքսիմալ ջանքերից ինչ որ բան չստացվի կամ առհասարակ չստացվի։ Չվախենալ, չանհանգստանալ, չհրաժարվել նպատակի իրագործումից այդ դեպքում, սկսել նորից կամ այլ ուղղությունով։ Եթե տոտալ ձախողման մասին է, էլի խոսքը։ Ինչ եմ սա ասում, որովհետև այդ սա մարդկության պատմության մասին է, սա նաև։ Իհարկե։ Հա։ Եթե մենք ամեն անհաջողությունից հետո ձեռներս տենց ինչ-որ բան չենք ասում։ բաց թողենք, այսօր այս մեր բանը չէր լինի։ Ոչ մի բան։ Աշխարհը չէր լինի։ Երազանք սարքել նպատակ, քայլ դեպի։ Նենց որ ռիսկը կարևոր գործոն է։ Ու երրորդը կարծում եմ դա սովորելու ունակությունն է։
ու ցանկությունը ու գիտակցումը, որ ամբողջ կյանք պետք է սովորել։ Էլի հատկապես ժամանակակից աշխարհում, երբ մենք գիտելիքի պրոբլեմ չունենք, դա հասանելի է բոլոր առումներով, ինֆորմացիայի պրոբլեմ չունենք, դա հասանելի է բոլոր առումներով, վայ նրան, ով չի սովորում։ Աշխարհը կառավարելու են մարդիկ, ովքեր սովորելու են։ Բիզնեսները կառավարելու են այն մարդիկ, ովքեր սովորելու են։ Ու անընդհատ, որովհետև փոփոխությունները, տենդենսները, գիտությունները շատ արագ են զարգանում։ Գիտությունները դրանք բան չեն, քարի կտորներ չեն։ Դրանք էլ զարգանում են, փոխվում են։ Մենեջմենթը քարի կտոր չի, անընդհատ փոխվում է։ Արտադրական process-ները, որ ռեստորանում տեղի ունենում, տենդենսները անընդհատ փոխվում են, նոր տեխնիկաներ են հայտնվում, նոր մեթոդներ են հայտնվում կառավարման։ Պետք է ձեր պուլսին պահես, այսպես ասած։ Ու անընդհատ սովորես, երբեք հանգած չբավարարես, որ դու ամեն ինչ գիտես, մեծ ամտանաս եւ այլն։ Շնորհակալ եմ շատ Արեգ ջան, անկեղծ այն բովանդակային ու այն բաղադրիչ կետերով զրույցներից էր, որ ամեն մեկը գոնե ինչ-որ մի բան վերցնելու ավեն դեպքում է զրույցի համար։ Հուսամ, Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն ձեզ եւս ելի հետևորդներ, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին հետագա հաղորդումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք